Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 8-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Օրը երկուշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու և ուշադիր եղեք, թե ինչ եք ուտում։ Ձեր հարազատ մարդկանց հետ եք լինելու, միգուցե նաև ձեր երկրորդ կեսի հետ եք լինելու, բայց ամենայն դեպս, ուտելիքը պետք է ուշադրություն դարձնեք, թե ինչ եք ուտում այդ օրը։ Նաև կարիերայի չնչին բարձրացում, փոփոխություն տեղի կունենա, ճանապարհ եք գնալու դեպի հիվանդանոց կամ ոչ է բժշկական կենտրոն, նաև երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, փաթեթ, SMS, փաստաթուղթ, դրանից հետո սկսում եք գոռգռալ բավականին, միգուցե այդ հիվանդանոցի հետ է կապված, միգուցե այդ բժշկական կենտրոնի հետ է կապված և դեռևս մինչև երեկո բավականին էմոցիոնալ կլինեք, այդպես դեռ կշարունակեք խոսել այդ մասին, քննարկել այդ մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի ցուլեր, իհարկե տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Այդ օր առավոտյան գոռգռալու եք։ Հետո երկեզանի մարդ կա ձեր կողքը, միգուցե երկեզանի մարդու վրա եք գոռգռում, չգիտեմ, միգուցե իր արարքի վրա եք գոռգռում։ Օրվա ընթացքում կհանդիպեք նաև ոչ է տղամարդու, կարող է լինել ձեր տնօրենը, պետական աշխատող, ձեր ամուսինը, կարող եք քննարկել նաև այն ինչ որ կատարվեց առավոտյան։
կամ ձեր տնօրենն է օրինակ աշխատանքի վայրում է եւ գնում եք պատմում, թե ինչ է կատարվում։ Եվ օրվա ընթացքում ոմանց ձեր խոստովանեն, ոմանց նաեւ կամ դուք եք ձեր խոստովանում եւ այստեղ նաեւ ձեր սիրելի մարդկանց հետ կարող եք լինել։ Բայց նաև օրվա վերջ ոչ է տեղեկատվություն ունեք նամակ, SMS, դրանից հետո ինչ-որ խոչընդոտներ կան, միգուցե հա ինչ-որ բան է, որը չի լինում առաջ տանել կամ հա ինչ-որ տեղեկություն է, որը այդքան էլ ձեզ դուրեկան չի միգուցե։ Եվ խոչընդոտներ կան, հա, երեկոյան պետք է հաղթարեք։ Այստեղ կողը ձեր սիրելիի հետ եք նամակագրական կապի մեջ լինում եւ հետո ինչ-որ խոչընդոտներ կան, միգուցե հանդիպելու հետ կապված է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հանդիպում շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Օրվա ընթացքում օծեր կան, չար վերաբերմունք, միգուցե չեք դիմանում 1 ժամ, 2 ժամ եւ սկսում եք գռգռալ իրենց վրա։ Եվ մասնագետին կամ գումար եք տալիս, կամ ինքն է ձեզ գումար տալու։ Այսքանը ձեզ համար, կամ միգուցե մասնագետը չի, այլ երեկոյան է, ամեն դեպս կարող գումար ծախսել կամ գումար գա։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ինչ-որ մեկ էդ կարող եք վիճել առավոտյան։ Ինչ-որ լարված օր է կարծես, թե բոլորի համար, դա երկուշաբթի է, նաև ձեր գործերը որոշ չափով առաջ կտանեք օրվա ընթացքում, շատ չէ, բայց կկարողանաք առաջ տանել, հեռախոսազանգ կունենաք եւ հանդիպում կամ շփում ոչ տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն աղջիկների համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ։ Նաև ուշադրություն դարձեք առողջությանը, միգուցե գնում եք բժշկի, ասում են, որ հղի եք, կարող է դա է լուսավոր կետը։ Եվ ամենայն դեպս պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Երեկոյան պարկում եք հանգստանալու կամ շուտ եք քնելու կամ ուշ, հենց դա է կարող է լավ չեք զգում ձեզ, դրա համար եք պարկում հանգստանալու։ Համար ուշադիր եղեք ձեր առողջությանը։ Ինչ-որ հատուկ բաներ չկար, առողջություն, պարկել, նաև ոմանց համար ինտիմ հարաբերություններ կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի օձեր, այդ օրը երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, ոչ է լուր, փաթեթ նաև կարող եք ստանալ։ Մտածում եք կարիերայի բարձրացման հետ կապված, միգուցե կարիերան կամ ձեր աշխատանքը կամ բիզնեսը այդքան էլ լավ չի առաջ գնում եւ դուք մտածում եք այդ մասին, թե ինչպես են առաջ տանել։ Եվ հուզվում եք, միգուցե գնում եք հարցազրույցի, աշխատանքի պետք է ընդունվեք կամ աշխատանք եք փնտրում, գնում եք այնտեղ հուզված կանգնում։ Կամ առաջին աշխատանքային օրն է, դեռևս հուզված եք, կարող է ինչ-որ մի բան այնտեղ տեղի ունենում, դրա համար հուզվում եք, դա եթե առաջին օրը չէ։ Եվ իհարկե կարող է դա հանդիպում է պետական աշխատողի հետ, դրա համար եք հուզվում։ Նաև ոչ է միտեղ երկար կմնաք, միգուցե ձեր գործն է կանգնած, ձեր գործն է դանդաղում, դրա համար եք մտածում ինչ անեք, ինչ անեք, ինչպես արնեք։ Լավ լուր կլսեք հիվանդանոցից, բժշկական վարույցի կենտրոնից, ձեզ բավականին շատ կուրախացնի դա եւ նաեւ հույսով եք, հույսով լցված եք, միգուցե դա ձեզ նոր հույս է տալիս եւ երեկոյան եւս այստեղ կարող եք այցելել բժշկական կենտրոն, խոսել մասնագետի հետ, այստեղ հա ցույց է տալիս, որ դուք հույսով եք, որ այդ ժամին գնաք, ձեզ թույլ կտան մտնեք ներս
Ամենայն դեպս երբ թե մտնում եք, որովհետև այստեղ եւս էլի հիվանդանոցային պայմաններ են, պետական հիմնարկություն է եւ դա կարող է լինել հենց հիվանդանոցը, որը կարող է լավ լուրը լսում եք, վեր եք կանում, գնում եք հիվանդանոց։ Եվ պետական հիմնարկություն նաեւ ոմանց մոտ կարող է լինել նաեւ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր։ Այսքանը ձեզ համար, դե արդեն այդ դեպքում պետք է ուղղակի ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը ինչ որ նամակ կարող ստանալ փաստաթուղթ, տեղեկատվություն, որը կամ հույսով եք, որ կստանաք, հա, առավոտյան արթնանում եք, հույսով եք, որ կստանաք այդ օրը վերջապես, կամ ստանում եք, հա, եւ ոնց որ հույս է առաջանում ձեզ մոտ, հետո հույսն է դնում եք այդ փաստաթղթի վրա կամ այն ինչ որ ստացաք այդ տեղեկատվության հետ կապված։ Նաև սա նամակագրական կապ է եւ հույսով եք, որ ձեր նամակին կպատասխանեն, օրինակ, եւ ինչ-որ մեկի հետ պայմանավորվում եք, որովհետեւ հետո սեղանի շուրջ եք նստելու։ Օրվա ընթացքում նաև հանդիպում կամ շփում կունենաք որոշ տղամարդու հետ, դա կարող է լինել մասնագետ, կարող է լինել ձեր ամուսինը, ձեր եղբայրը, ինչ որ տղամարդ, որում հետ որ կարող եք հանդիպել նաև տնօրեն, պետական գործիչ եւ այլն։ Օրվա վերջ գորգռում եք ինչ-որ մեկի վրա, գորգռալուց հետո դա կարող է ավելի թեժանալ եւ նաեւ այստեղ կարիերան է ի դեպ։ Նա մի փոքր, այստեղ պետք է եւս ուշադիր լինել, որովհետեւ անմիջապես կարիերային կարող եք հարվածել, որովհետեւ դուք սկզբում գորգռում եք, հետո այդ գորգռոցը վերածվում է վեճի, վեճից հետո արդեն կարող է իրոք ձեր մոտ կարիերայի հետ կապված խնդիրներ լինեն։ Նաև առավոտյան կարող է հույս ունեք, որ ինչ-որ մի տեղեկատվություն է կարող է փաստաթուղթ եք ստորագրում, ինչ-որ մի սեղանի շուրջ նստած, դա եւս դա ձեր կարիերային է վերաբերվում, ձեր բիզնեսին է վերաբերվում։ Եթե ոչ, ապա այստեղ կարող է երեկոյանը, երբ որ գորգռում եք, արդեն դա անմիջապես կպնում է ձեր աշխատանքին, ձեր հեղինակությանը նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին դեկտեմբերի 8-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում այդ օրը, ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք նաև աշխատանքի տեղում գորգռում են, նաև կարող եք հանդիպել ոչ պետական աշխատողի հետ, օրվա ընթացքում գորգռում եք, բայց գորգռալուց հետո ոչ լուսավոր մի բան է տեղի ունենալու, կարող է, որ գորգռում եք ձեր գործերն անում են, արդեն առաջ են տանում ձեր գործերը։ Նաև լուսավոր մի բան տեղի կունենա, զարգացում, առաջ խաղացում կունենաք այդ օրը, ոչ է փաստաթուղթ կարող եք ստանալ նամակ, ոչ է տեղեկատվություն և հանկարծակի լուր կլսեք այդ օրը, նաև սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանե, ոմանց սիրո խոստովանություն, հրավերգուեցե հարսանիքի, նշանադրության, նաև դա գործարք է, որ կարող եք կնքել, որովհետև ձեր գործերը առաջ եք մղելու այդ օրը բավականին լավ, հավեսով առաջ կմղեք։ Օրվա ընթացքում կտատանվեք, ծանրութ հետև կանեք, թե ինչպես այն գործը, որը որ փակ է, ինչպես բացել։ Դա կարող է կապված լինել աշխատանքի հետ կամ պետական աշխատողին տեսնելու հետ, բայց հետո ամեն ինչ կկարգավորվի, լուրը կլսեք, որ կարող եք իրեն տեսնել կամ ինչ-որ մի բանը նաև աշխատանքին վերաբերվող։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը ոչ է նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ, SMS, նաև կտատանվեք, միշտ ծանոթ եք անում, սա տատանվում եք այո կամ ոչի մեջ, անել չանելու մեջ, այդպես։ Օրվա ընթացքում որևիցե լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ։
որը ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի շներ, այդքան էլ հաջողակոր չի։ Տան հետ կապված ինչ-որ մի բանից հուզվում եք, կամ անդամներից, կարող է լինել, ինչ-որ բան է կապված, հուզվում եք, արտասվում եք նաև, բայց օրվա ընթացքում ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, նաև հաջողություն ունեք ձեր գործերում։ Այստեղ նաև կարող եք վատ զգալ ձեզ, կարող եք հիվանդ լինել, գրիպ լինել, կամ պետք է գնաք բժշկի, ոնց որ տրամադրությունը գցում եք, որ այդպես պետք է լինել, կամ ուղղակի հիվանդ եք եւ դրա համար տրամադրությունը ընկնում է։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք նաև որևիցե տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է, նաև երկերեսանի մարդիկ կան, հնարավոր է իրանք են մտնում ձեր ընտանիք, իրանք են ինչ-որ բաներ անում, որ ընտանիքում խնդիրներ է առաջանում։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Փոխեք ձեր օրը։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի խոզեր, վարազներ, այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, նաև կարող եք հանդիպել պետական աշխատողի հետ, ոմանք պատրաստվում են հարսանիքի, ոմանց ամուսնության առաջարկ կանեն,
նաև սա գործարք է, որ կարող է կնքել աշխատանքային ինչ-որ պայմանագիր կարող է լինել։ Առաջ խաղացում ունեք, զարգացում ձեր գործերում, այն որ հետո ինչ-որ միտեղ կարող եք կանգնել, մնալ դա, ինչ-որ գնալ ինչ-որ միտեղ, որ ձեր գործերը անեք, երկար կարող եք մնալ։ Իսկ ոմանց մոտ կարող է այդ զարգացման պահն է կանգնած, հա, առաջ չի գնում ինչ-որ մի բան, դա համար էմոցիոնալ եք։ Ամենայն դեպս այ երկու տարբերակ էլ այստեղ կամ, որովհետև նաև այստեղ խնդիրը ձեր զույգն է կամ ընտանիքի անդամները, որ կարող են ձեզ չթողնել այդ գործերը առաջ տանել։ Դա համար կարող է վիճեք նաև իրենց հետ։ Ոնց որ ինչ-որ մի բան եք ուզում անել, բայց առաջ խաղացման համար խնդիրներ են ստեղծում եւ չեք կարողանում այն անել։ Դա համար կարող եք վիճել, կարող եք մեկը մյուսին նաև վիրավորել եւ բավականին էմոցիոնալ լինել, էմոցիաների ազդեցության տակ նաև։ Եվ ոմանք գումար կծախսեն կամ գումար կստանաք, նաև կնստեք սեղանի շուրջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։